Վերջերս ընդունելության ժամանակ դիմացս նստած էր մի կին, 61 տարեկան, խելացի, ակտիվ, թորներին տանում է խմբակների, ինքն է պատրաստում, ինքն է մաքրում, նստում է եւ ասում. Բժիշկ Միքայելյան, երեկոյան ոտքերս փղի ոտքերի նման են դառնում, հանում եմ գուլպաներս, իսկ այնտեղ ակոսներ են, կարծես ոտքիս մեջ պարան է խրվել։ Ամուսինն ասում է, տարիքն է, ընկերուհին ասում է, սիրտն է, ինտերնետում կարդացել է, երիկամներն են։ Արդեն չգիտեմ, թե ում լսեմ եւ ինչ ստուգեմ։ Գուցե դա ընդհանրապես նորմալ է 60-ից հետո։ Եվ ահա ես նրան պատասխանեցի մի նախադասություն, որից նա լռեց ուղիղ 10 վայրկյան։ Ես ասացի. նորմալ այտուց չի լինում, ցանկացած այտուց նամակ է ձեր օրգանիզմից, հարցը միայն այն է, թե ումից է այն եկել։ Այսօր մենք ձեզ հետ միասին կկարդանք այդ նամակը, եւ դուք կսովորեք հասկանալ, թե իրականում ինչ են ձեզ ասում ձեր ոտքերը։ Իմ անունը Արմեն Միքայելյան է, ես ընդհանուր պրակտիկայի բժիշկ եմ։ 22 տարի աշխատում եմ ոչ թե գիտական ինստիտուտում կամ ապակե դռան հետևում գտնվող աշխատասենյակում, այլ Երևանի սովորական ծոլի կլինիկաներից մեկում, որտեղ ինձ մոտ գալիս են սովորական մարդիկ, սովորական հարցերով։ Եվ գիտեք, թե որ հարցն եմ լսում հավանաբար շաբաթը 5-ից 6 անգամ։ Հենց այս մեկը. բժիշկ, ոտքերը սուրճում են, արդյոք դա վախենալու է։ Եվ ամեն անգամ ես տեսնում եմ միևնույն բանը։ Մարդը համբերել է ամիսներով, երբեմն տարիներով, որովհետև ծանոթներից մեկն ասել է. դե տարիքի հետ բոլորի մոտ էլ այդպես է։ Կամ այն պատճառով, որ ինտերնետում այնքան տեղեկատվություն կա, որ գլուխդ պտույտ է գալիս։ Մի մասը գրում է. շտապ գնացեք սրտաբանի մոտ, մյուսները մի քիչ մաղադանոսի թուրմ խմիր, կանցնի։ Եվ մարդը քարանում է, ոչ մի տեղ չի գնում, պարզապես համբերում է։ Ահա, ես էլ ուզում եմ այսօր հանգիստ, առանց խոխուճապի, բայց եւ առանց վարդագույն ակնոցների ձեզ հետ քննարկել այս թեման այնպես, ինչպես քննարկում եմ իմ պացիենտների հետ։ Մի բաժակ սուրճի շուրջ, քայլ առ քայլ, կյանքից վերցված օրինակներով, առանց գովազդի, առանց վախեցնելու եւ առանց բարդ տերմինների։ Պայմանավորվեցինք, այդ դեպքում գնացինք։ Ահա թե ինչը մեզ սպասվում այսօր, որպիսի պատկերացնեք երթուղին եւ չմոլորվեք։ Առաջին, մենք կպարզենք, թե առհասարակ ինչ է այտուցը, ոչ թե դասագրքային, այլ պարզ մատչելի լեզվով։ Ինչու է հեղուկը հանկարծ սկսում կուտակվել հենց ոտքերում, այլ ոչ թե ասենք ձեռքերում, եւ ինչու է երեկոյան ամեն ինչ ավելի վատանում։ Երկրորդ, կանցնենք 3 գլխավոր կասկածյալների վրայով՝ երակներ, սիրտ, երիկամներ։ Ես կպատմեմ, թե ինչով է տարբերվում այտուցը այս խնդիրներից յուրաքանչյուրի դեպքում։ Այո, դրանք տարբերվում են, եւ դուք ինքներդ կկարողանաք դա տեսնել։ Երրորդ, կան պատճառներ, որոնց մասին գրեթե ոչ ոք չի մտածում։ Վահանաձև գեղձը, դեղերը, որոնք դուք ընդունում եք, նույնիսկ այն, թե ինչպես եք նստում աթոռին, այս ամենը կարող է այտուցներ առաջացնել։ Կպատմեմ մանրամասն։ Չորրորդ, գործողությունների հստակ պլան, ինչ անել տանը, ինչ հետազոտություններ անցնել եւ երբ է այտուցը առիթ։ Ոչ թե գրանցվելու բժշկի մոտ հաջորդ չորեքշաբթի օրվա համար, այլ գնալու հենց այսօր։ Եվ վերջում մի պացիենտի պատմություն, որն անկեղծ ասած ինձ շատ բան սովորեցրեց, այնպես որ մնացեք մինչև վերջ, այն արժե դրան։ Եկեք սկսենք ամենապարզ հարցից, որն իրականում այնքան էլ պարզ չէ։ Ինչ է այտուցը։ Գիտեմ շատերը կասեն, դե դա այն է, երբ ոտքերն ուռչում են, այո, բայց ինչ է այդ ժամանակ տեղի ունենում ներսում։ Ահա այստեղ եկեք պարզենք, որովհետև առանց դա հասկանալու մնացած ամեն ինչը նման է նրան, որ փորձենք մեքենան վերանորոգել, առանց շարժիչի ծածկոցը բացելու։ Պատկերացրեք ձեր օրգանիզմը որպես մի մեծ քաղաք։ Այդ քաղաքում կա ջրմուղ, դրանք ձեր արյունատար անոթներն են։ Ջուրը խողովակներով հոսում է, մատակարարում է բոլոր տները, ամեն ինչ աշխատում է։ Բայց ահա թե որն է բանը։ Այս քաղաքի խողովակները հերմետիկ չեն։ Դրանք հատուկ այնպես են սարքված, որ մի փոքր արտահոսեն։ Մանր անոթների պատերով, որոնք կոչվում են մազանոթներ, հեղուկը ներծծվում է հյուսվածքների մեջ, եւ դա նորմալ է։ Այդպես բջիջները սնունդ է ստանում։ Բայց այս քաղաքն ունի եւս մեկ համակարգ՝ կոյուղի։ Դա ավիշային կամ լիմֆատիկ համակարգն է։ Այն հավաքում է ավելորդ հեղուկը հյուսվածքներից եւ վերադարձնում այն արյան շրջանառության մեջ։ Երբ ջրմուղն ու կոյուղին աշխատում են հավասարակշռված, ամեն ինչ լավ է։ Ոչ մի ջրափոս, ոչ մի ջրհեղեղ։ Իսկ այտուցն այն է, երբ հավասարակշռությունը խախտվում է։ Կամ խողովակներից չափազանց շատ է արտահոսում, կամ կոյուղին չի հասցնում մաքրել, կամ էլ երկուսը միաժամանակ։ Եվ այդ ժամանակ հեղուկը սկսում է կուտակվել հյուսվածքներում։ Հյուսվածքներն ուռչում են, եւ դուք դա տեսնում եք։ Ոտքը հաստացել է, կոշիկը չի հագնվում, գուլպայի ռեզինից ակոս է մնացել։ Հիմա ինչու հենց ոտքերը։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Ձգողականություն։ Մենք չենք քայլում գլխի վայր, չէ՞։ Մենք կանգնում ենք, նստում ենք եւ հեղուկը ծանրության ուժի ազդեցության տակ հոսում է վար դեպի ոտնաթաթեր, կոճեր, սրունքներ։
Դա նման է նրան, որ մեր քաղաքում բոլոր ջրափոսերը հավաքվեին ամենացածր կետում, իսկ ամենացածր կետը ձեր ոտքերն են։ Հենց այդ պատճառով են երեկոյան այտուցներն ուժեղանում։ Դուք ամբողջ օրն անցկացրել եք ուղղահայաց վիճակում, հեղուկը կամաց-կամաց հոսել է վար, իսկ առավոտյան հորիզոնական դիրքում դիշերելուց հետո այտուցները փոքրանում են կամ ընդհանրապես անցնում են։ Ծանոթ է։ Կարծում եմ շատերդ հիմա գլխով արեցիք։ Եվ ահա այստեղ առաջին կարևոր պահն է։ Հիշեք այն։ Եթե այտուցներն առաջանում են երեկոյան եւ գիշերվա ընթացքում անցնում են, դա մի պատմություն է։ Եթե այտուցները կան արդեն առավոտյան, նույնիսկ քնից հետո, դա բոլորովին այլ պատմություն է։ Եվ տարբերությունն այս երկու իրավիճակների միջև հսկայական է։ Մենք դրան դեռ կվերադառնանք, բայց առայժմ պարզապես պահեք այս միտքը ձեր գլխում։ Հիմա եկեք քննարկենք եւս մեկ պահ, որը շատերին շփոթեցնում է։ Ինչ է գուլպայի հետքը։ Գիտեք, ինձ հաճախ են ասում. բժիշկ, ահա ես ռեզինից ակոս ունեմ, ուրեմն ես հաստատ այտուց ունեմ։ Պարտադիր չէ։ Եթե դուք կրում եք պինդ ռեզինով գուլպաներ, հետքը կմնա նույնիսկ միանգամայն առողջ ոտքի վրա, պարզապես այն պատճառով, որ ռեզինը սեղմում է մաշկը։ Դա նման է նրան, երբ դուք հենում եք ձեր այտը ձեռքին եւ այդպես նստում կես ժամ, այտի վրա նույնպես փոս կառաջանա։ Դա այտուց չէ, դա մեխանիկական հետք է։ Բայց ահա այստեղ ուշադրություն դարձրեք։ Եթե գուլպայի հետքը խորն է, լայն, երկար ժամանակ չի անցնում, իսկ նրա շուրջ մաշկը կարծես լցված ու փայլուն է, ահա դա արդեն այլ բան է։ Սա արդեն խոսում է այն մասին, որ հյուսվածքներում հեղուկ է կուտակվել։ Կա մի պարզ տնային թեստ։ Բժիշկներն այն օգտագործում են ամեն ընդունելության ժամանակ, իսկ դուք կարող եք դա անել հենց հիմա։ Վերցրեք ձեռքի բթամատը եւ սեղմեք սրունքի ներքին հատվածին։ Ահա այստեղ, կոճից մի փոքր վերև, որտեղ ոսկորը մոտ է մաշկին։ Սեղմեք եւ պահեք մոտ 5 վայրկյան։ Հեռացրեք մատը։ Եթե մնացել է փոսիկ, որն անմիջապես չի հարթվում, այլ մնում է մի քանի վայրկյան, ուրեմն դա այտուց է։ Բժիշկները դա անվանում են պաստոզություն, թեթև աստիճանի դեպքում, եւ պիտինգ այտուց, երբ փոսիկն արտահայտված է։ Բայց մեզ բավական է իմանալ մեկ բան. փոսիկ կա, նշանակում է հեղուկ է կուտակվել։ Պետք է պարզել, թե ինչու։ Իդեպ, փորձեք հենց հիմա, սեղմեք դադարի կոճակը, ստուգեք եւ վերադարձեք։ Ես կսպասեմ։ Դե ինչ տեսակ։ Եթե փոսիկ չկա, հրաշալի է, բայց միևնույն է, դիտեք մինչև վերջ, որովհետև երակների եւ սրտի մասին տեղեկատվությունը ձեզ պետք կգա կանխարգելման համար։ Իսկ եթե փոսիկ կա, առավել եւս մնացեք, որովհետև հետո մենք կքննարկենք, թե ինչ է դա նշանակում, եւ գրեք մեկնաբանություններում արդյունքի մասին։ Հիմա եւս մեկ բան, որն ուզում եմ ասել նախքան առաջանցնելը, եւ ես խնդրում եմ ձեզ սրան լուրջ վերաբերվել։ Այտուցը հիվանդություն չէ, այտուցը ախտանիշ է։ Դա ջերմության նման է։ Երբ դուք ունեք 38.5 ջերմություն, դուք չեք բուժում ջերմությունը, իցյունը, դուք փնտրում եք պատճառը։ Անգինա, գրիպ, բորբոքում։ Այտուցի դեպքում ճիշտ նույնն է։ Չի կարելի պարզապես վերացնել այտուցը մի զամուղ խաբով եւ դրանով հանգստանալ։ Պետք է հասկանալ, թե որտեղից է այն առաջացել։ Եվ ահա այստեղ մենք անցնում ենք ամենահետաքրքիրին, մեր 3 կասկածյալներին։ Բայց նախքան կսկսենք, եկեք ես ցրեմ մի առասպել, որը շատ ամուր նստած է գլուխներում։ Առասպելը հնչում է այսպես. 50-ից հետո այտուցները նորմալ են, դա տարիքն է։ Ոչ, դա նորմալ չէ։ Եվ դա պարզապես տարիքը չէ։ Այո, տարիքի հետ անոթների պատերը դառնում են պակաս առաջքական։ Այո, լիմֆատիկ համակարգն ավելի դանդաղ է աշխատում։ Այո, մենք ավելի քիչ ենք շարժվում։ Այս ամենը ճիշտ է, բայց առողջ ոտքերը 60, 70 եւ նույնիսկ 80 տարեկանում հենց այնպես չեն ուռչում։ Եթե ձեր ոտքերը պարբերաբար ուռչում են, դա ազդանշան է, հստակ եւ կոնկրետ ազդանշան։ Առ այն, որ օրգանիզմում ինչ-որ համակարգ աշխատում է գերբեռնվածությամբ, եւ խնդիրը ոչ թե ընտելանալն է, այլ գտնելը, թե հատկապես որ համակարգն է դա։ Գիտեք, ես դա համեմատում եմ ավտոմեքենայի ցուցիչների վահանակի վրայի check engine լամպի հետ։ Երբ այն վառվում է, դուք չեք փակում այն կպչուն ժապավենով ու չեք ասում. «Դե, մեքենան արդեն 15 տարվա է, դա նորմալ է», այլ գնում եք ավտոսպասարկման կետ։ Ահա այտուցները նույն այդ լամպն են, այն վառվում է, եւ մենք հիմա կպարզենք, թե ինչ կա շարժիչի ծածկոցի տակ։ Իդեպ, եթե ունեք հարազատներ, ովքեր բողոքում են այտուցներից եւ ասում են դա տարիքն է, ուղարկեք նրանց այս տեսանյութը։ Լուրջ եմ ասում։ Երբեմն մեկ հղումը կարող է ժամանակին մարդուն մղել հետազոտության, իսկ վաղ հայտնաբերումը բոլորովին այլ կանխատեսում ունի։ Լավ, գնանք առաջ։ Առաջին կասկածյալը եւ անկեղծ ասած ամենահաճախ հանդիպողը երակներն են։ Եթե ես կազմեի այն պատճառների վարկանիշը, որոնցով ինձ մոտ գալիս են ոտքերի այտուցներով, երակները կլինեին առաջին տեղում։
մեծ տարբերությամբ։ Եկեք պարզենք, թե ինչպես է դա աշխատում։ Արյունը մեր օրգանիզմում շարժվում է շրջանով, սիրտն այն մղում է զարկերակներով դեպի վար, ոտքերին, մատներիններին։ Այնտեղ այն տալիս է թթվածինը և սննդանյութերը, իսկ հետո պետք է վերադառնա հետ-վերև, դեպի սիրտ։ Եվ ահա այս հետ-վերևը երակների խնդիրն է։ Բայց մտածեք, արյունը պետք է բարձրանա ոտնաթաթից մինչև սիրտ։ Դա մոտավորապես 1-ից 1.5 մետր է ուղղահայաց վերև, ծանրության ուժին հակառակ։ Ինչպես է դա ընդհանրապես հնարավոր։ Իսկ հնարավոր է դա 3 բանի շնորհիվ։ Առաջինը ոտքերի մկաններն են։ Երբ դուք քայլում եք, սրունքի մկանները կծկվում են և սեղմում են երակները, ինչպես ձեռքերն են քամում թաց սրբիչը։ Դա մղում է արյունը վերև։ Բժիշկներն անգամ դա անվանում են սրունքի մկանային պոմպ։ Ըստ էության, ձեր ձկնամկանները երկրորդ սիրտն են, փոքր, բայց շատ կարևոր։ Երկրորդը շնչառությունն է։ Երբ դուք շունչ եք քաշում, ստոծանին իջնում է, կրծքավանդակում ստեղծվում է բացասական ճնշում և արյունը ստորին երակներից կարծես ներծծվում է դեպի վեր։ Այսինքն ձեր ամեն մի շունչը օգնում է արյանը վերադառնալ սիրտ։ Ահա ձեզ ևս մեկ պատճառ խորը և լիարժեք շնչելու համար, բայց այդ մասին ավելի ուշ։ Եվ երրորդը ամենահետաքրքիրը։ Երակների ներսում կան փականներ, փոքրիկ փեղկեր, որոնք նման են դռների, դրանք բացվում են միայն մեկ ուղղությամբ՝ վերև։ Երբ արյունը բարձրանում է, դուռը բացվում է։ Երբ արյունը փորձում է հոսել հետ-վար, դուռը փակվում է։ Ինչպես մետրոյի անցարկելը։ Մտնել կարելի է, իսկ հետ վերադառնալ արդեն ոչ։ Եվ ահա հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այս դռները կոտրվեն։ Եթե փականները դադարեն փակվել, արյունը կսկսի հոսել հետ-վար, կուտակվելով երակների ստորին հատվածներում։ Ճնշումը երակներում բարձրանում է, երակների պատերը ձգվում են, հեղուկը սկսում է արտահոսել պատերի միջի միջով դեպի շրջակա հյուսվածքներ։ Եվ ահա ձեզ այդուց, սա հենց քրոնիկական երակային անբավարարությունն է։ Կամ, եթե շատ պարզ ասենք, երակները դադարել են նորմալ արյունը մղել վերև, և ոտքերի ստորին հատվածը սկսում է հեղեղվել։ Ինչու է դա տեղի ունենում։ Պատճառները մի քանիսն են։ Առաջինը և գլխավորը վարիկոզ հիվանդությունը, երակների վարիկոզ լայնացում։ Երակները լայնանում են, փականները հեռանում են իրարից և դադարում են փակվել։ Դա նման է նրան, երբ ձեր բնակարանի դուռը խոնավությունից ուղղ չի, այն կարծես թե կա, բայց արդեն չի կարող փակվել։ Վարիկոզը նենգ բան է։ Բոլորը կարծում են, թե վարիկոզն այն է, երբ ոտքերին երևում են կապույտ, ոլորապտույտ որդեր։ Տգեղ են, բայց կարծես թե վտանգավոր չեն։ Շատերը տարիներով ապրում են դրանց հետ և ուշադրություն չեն դարձնում։ Իսկ իրականում այն, ինչ դուք տեսնում եք դրսից, այսբերգի գագաթն է։ Հիմնական խնդիրները տեղի են ունենում խորանիստ երակներում, որոնք դուք աչքով չեք տեսնի, և հենց դրանք են այտուցներ տալիս։ Դրա համար լինում է այնպես, որ մարդու մոտ ոչ մի տեսանելի ուռած երակ չկա, բայց ոտքերն ուռչում են։ Նա գնում է բժշկի, նրան անում են երակների ուլտրաձայնային հետազոտություն և խորքում հայտնաբերում են խնդիր։ Խորանիստ երակներում փականները չեն աշխատում, արյունը կանգ է առնում, այտուց կա, իսկ ակնառու վարիկոզ չկա։ Ահա թե ինչու չի կարելի ինքնուրույն ախտորոշում դնել ըստ արտաքին տեսքի։ Չի կարելի ասել, իմ մոտ երակներ չեն երևում, ուրեմն երակներիս հետ ամեն ինչ նորմալ է։ Փաստ չէ, բոլորովին էլ փաստ չէ։ Պատմեմ ձեզ մի պատմություն։ Ինձ մոտ է գալիս մի տղամարդ, 57 տարեկան, աշխատում է որպես անվտանգության աշխատակից, այսինքն նստում է աթոռին օրական 12 ժամ մեկ հերթափոխի ընթացքում։ Բողոքում է։ Երեկոյան ոտքերս թմրում են, ուռչում են, ծանրության զգացում կա, կարծես ամեն մի ոտքիցս կշռաքար են կապել։ Նա մեզ մոտ հիմնավորված տղամարդ է, նախկին զինվորական, այն մարդկանցից, ովքեր համբերում են մինչև վերջ։ Համբերել է 3 տարի։ 3 տարի։ Կինն ասում էր՝ գնա բժշկի։ Նա պատասխանում էր՝ ես տղամարդ եմ, ոչ թե օրիորդ, ոտքերը հոգնում են, սովորական բան է։ Եկավ այն ժամանակ, երբ աջ սրունքի վրա մաշկը սկսեց փոխել գույնը։ Մգացավ, դարձավ կարծես շագանակագույն և սկսեց քորձ-քոր գալ։ Մենք արեցինք ուլտրաձայնային հետազոտություն։ Նրա մոտ 2 ոտքերի խորանիստ երակներում փականների արտահայտված անբավարարություն էր։ Արյունը կանգնած է, ճնշումը երակներում բարձր է, իսկ մաշտի այդ մգացում արդեն տրոֆիկ խանգարումների սկիզբն էր։ Եվս կես տարի, 1 տարի, և այնտեղ կարող էր առաջանալ խոց, տրոֆիկ խոց, չափազանց տհաճ և շատ վատ լավացող բան։ Եվ ահա թե ինչն է ափսոս։ Եթե նա գար 3 տարի առաջ, երբ կային միայն այտուցներ և ծանրություն, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլուծվեր։ Կոմպրեսիոն տրիկոտաժ, ճնշող կուլպաներ, ապրելակերպի շտկում, միգուցե փոքր միջամտություն, իսկ հիմա բուժումն ավելի երկար և բարդ դարձավ։ Բարոյախոսությունը։ Այտուցները պարզապես հոգնածություն չեն, հատկապես եթե դրանք կրկնվում են օրեցօր։
Հիմա եկեք պարզենք, թե ինչպես տարբերել երակային այտուցն այլ այտուցներից։ Կան մի քանի բնորոշ նշաններ։ Առաջին. երակային այտուցը սովորաբար առաջանում է երեկոյան և նվազում կամ անցնում է գիշերային քնից հետո։ Գիշերը դուք պառկած եք հորիզոնական դիրքում, ձգողականությունը չի ճնշում, արյունը բաշխվում է հավասարաչափ և առավոտյան ոտքերը նորմալ տեսք ունեն։ Բայց բավական է միայն օրն անցկացնեք ոտքի վրա կամ նստած մնաք մի քանի ժամ և երեկոյան ամեն ինչ վերադառնում է։ Երկրորդ. երակային այտուցն ամենից հաճախ սկսվում է կոճերից և սրունքի ստորին հատվածից, ոչ թե ազդրից, ոչ թե ոտնաթաթից ամբողջությամբ, այլ հենց կոճերի շրջանից։ Այնտեղից այն կարող է տարածվել ավելի վեր, բայց սկիզբը ներքևից է։ Երրորդ. հաճախ ուղեկցվում է ոտքերում ծանրությամբ, կապար է ոտքերի այս զգացողությամբ, երբեմն պայթելու զգացումով, երբեմն բութ ցավով, որն ուժեղանում է, եթե դուք երկար կանգնած եք։ Իսկ եթե բարձրացնեք ոտքերը, դնեք բարձի վրա, գցեք բազմոցի թևատեղին, ավելի կթեթևանա։ Կես ժամ, 1 ժամ անց այտուցը նկատելիորեն փոքրանում է։ Չորրորդ. եթե գործընթացը վաղուց է գնում, սրունքի մաշկը կարող է գույնը փոխել, դառնալով ավելի մուգ, շագանակագույն, երբեմն կապտավուն երանգով։ Կարող է առաջանալ չորություն, թեփոտում, քոր։ Սա արդեն նշան է, որ հյուսվածքները տուժում են արյան քրոնիկական կանգից։ Եվ 5-րդ նշանը, որի վրա քչերն են ուշադրություն դարձնում, ոտքերը մրսում են։ Կտվարդը, եթե արյունը ներքևում շատ է, պետք է ավելի տաք լիներ, բայց ոչ, որովհետև դա երակային արյուն է, որն արդեն տվել է թթվածինը, օգտագործված է, այն կանգ է առնում, իսկ թարմ, տաք, զարկերակային արյունն ավելի վատ է հոսում և ոտքերը սկսում են մրսել։ Հիմա ովքեր են ռիսկի խմբում։ Մարդիկ, ովքեր շատ են կանգնում կամ շատ են նստում։ Վաճառողներ, վարսահարդարներ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ, գրասենյակային աշխատողներ, նրանք, ովքեր ամբողջ օրն անցկացնում են համակարգչի կամ ղեկի առջև։ Ցանկացած դիրք, որում սրունքի մկանային պոմպը գրեթե չի աշխատում, ծանրաբեռնվածություն է երակների համար։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ։ Յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամ լրացուցիչ ճնշում է փոքր կոնքի և ոտքերի երակների վների վրա։ Դա նման է նրան, երբ դուք ջրմուղի խողովակի վրա քար դնեք, խողովակը ճզմվում է, դրանով հոսքը վատանում է։ Կանայք ըստ վիճակագրության ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ։ Հորմոններ, հղիություններ, բարձրակրունկ կոշիկներ կրել, այս ամենը գործոններ են։ Չնայած տղամարդիկ նույնպես հիվանդանում են, պարզապես ավելի հազվադեպ են դիմում, համբերում են, ինչպես այն իմ անվտանգության աշխատակից պացիենտը։ Ժառանգականություն։ Եթե ձեր մայրը կամ տատիկը ունեցել են վարիկոզ, ձեր ռիսկն ավելի բարձր է։ Երակների պատերի և փականների կառուցվածքը մեծապես պայմանավորված է գենետիկայով։ Եվ ևս մեկ գործոն, որի մասին հազվադեպ են խոսում, տարած խորանիստ երակների թրոմբոզ։ Եթե երբևէ անցյալում դուք ունեցել եք թրոմբ ոտքի երակում, նույնիսկ եթե այն բուժել են, փականները կարող էին տուժել, և մի քանի տարի անց դա դրսևորվում է քրոնիկական երակային անբավարարությամբ։ Դա կոչվում է հետթրոմբոտիկ համախտանիշ։ Եթե դուք ունեցել եք թրոմբոզ, հիշեք դա և հատկապես ուշադիր հետևեք ձեր ոտքերին։ Այսպես ես խոստացել էի, որ յուրաքանչյուր բլոկ կավարտվի կոնկրետ գործողությամբ։ Ահա այն։ Ինչ անել հենց հիմա, եթե դուք կասկածում եք, որ ձեր այտուցները երակներից են։ Գործողություն առաջին. գրանցվեք ստորին վերջույթների երակների ուլտրաձայնային դուպլեքս սկանավորման։ Դա միանգամայն անցավ միջամտություն է։ Բժիշկը տվիչը տանում է ոտքի վրայով և էկրանին տեսնում է, թե ինչպես են աշխատում ձեր երակներն ու փականները։ Արվում է 20-ից 30 րոպեում։ Ոչ մի նախապատրաստություն պետք չէ, բայց այն ահռելի տեղեկատվություն է տալիս։ Սա առաջին և ամենակարևոր քայլն է։ Գործողություն երկրորդ. Սկսեք շարժվել։ Սրունքի մկանային պոմպն աշխատում է միայն այն ժամանակ, երբ դուք քայլում եք, ոչ թե կանգնում եք, ոչ թե նստում եք, այլ հենց քայլում եք։ Եթե դուք ունեք նստակյաց աշխատանք, կանգնեք ամեն ժամ և քայլեք գոնե 5 րոպե։ Հեռախոսի վրա հիշեցում դրեք. ամեն ժամ 5 րոպե քայլք։ Դա կատակ չէ և մանրուք չէ, դա բուժում է։ Գործողություն երրորդ. երեկոյան աշխատանքից հետո պառկեք և ոտքերը դրեք բարձրության վրա։ Բարձ, վերմակից փաթաթված գլան, բազմոցի մեջք, ինչ ասես, 15-ից 20 րոպե, որպեսզի ոտնաթաթերը սրտի մակարդակից բարձր լինեն։ Դա օգնում է արյան հոսքին և նվազեցնում է այտուցը։ Արեք դա ամեն երեկո, որպես ծես։ Երբ դիմել բժշկի, անհապաղ, ոչ թե երբևէ, այլ հենց հիմա։ Եթե մի ոտքը հանկարծակի ուռել է զդալիորեն ավելի շատ, քան մյուսը, եթե այտուցն առաջացել է արագ, մի քանի ժամում, եթե ոտքը ցավում է, կարմրած է, շոշափելիս տաք է, դա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի նշան։
իսկ թրոմբոզն անհետաձգելի իրավիճակ է։ Թրոմբը կարող է պոկվել եւ ընկնել թոքային անոթների մեջ։ Այդ պատճառով, եթե մի ոտքը հանկարծակի ուռել է, ցավում է եւ կարմրել է, մի սպասեք, կանչեք շտապօգնություն կամ առանց հապաղելու գնացեք ընդունարան։ Եթե դուք դեռ ինձ հետ եք, գրեք մեկնաբանություններում, երակների հետ ամեն ինչ պարզ է, կամ գրեք, արդյոք բախվել եք երեկոյան ոտքերի ծանրության խնդրին։ Հետաքրքիր է, ձեզանից քանիսի մոտ դա կա, կասկածում եմ, որ շատերի։ Երկրորդ կասկածյալը՝ սիրտը։ Եվ այստեղ ես ուզում եմ, որ դուք շունչ քաշեք, նախքան մենք կսկսենք, որովհետև ես գիտեմ, բավական է արտասանել սիրտ բառը, եւ շատերի ներսում ինչ-որ բան սեղմվում է։ Վախ, տագնապ, վայ, միայն ոչ դա։ Ես չեմ պատրաստվում ձեզ վախեցնել, բայց ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, որովհետև գիտելիքը վախ չէ, գիտելիքն ուժ է, եւ գիտելիքը հնարավորություն է ժամանակին օգնելու ինքներդ ձեզ։ Եվ այսպես, ինչպես է սիրտը կապված ոտքերի այտուցների հետ։ Եկեք վերադառնանք քաղաքի մեր համեմատությանը։ Հիշում եք ջրմուղ, կոյուղի։ Այսպես ուրեմն, սիրտը գլխավոր պոմպակայանն է։ Այն մղում է արյունը ամբողջ քաղաքով։ Եթե պոմպակայանն աշխատում է ամբողջ հզորությամբ, ճնշումը համակարգում նորմալ է, ամեն ինչ հոսում է այնպես, ինչպես պետք է, չպես պետք է։ Բայց պատկերացրեք, որ պոմպակայանը թուլացել է, այն այլևս չի կարող մղել նախկին ուժով։ Ինչ տեղի կունենա։ Արյունը կսկսի կանգ առնել, հատկապես այն վայրերում, որտեղից այն ամենադժվարն է հետ մղել, այսինքն ստորին վերջույթներում։ Ճնշումը երակներում բարձրանում է, հեղուկը դուրս է մղվում հյուսվածքների մեջ եւ ահա ձեզ այտուցներ։ Սա հենց սրտային անբավարարությունն է, ոչ թե սրտի կանգ։ Ոչ, սիրտն աշխատում է, այն բաբախում է, բայց այն թուլացած է եւ չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Այնպես հին պոմպ, որը կարծես թե մղում է, բայց ճնշումն արդեն այն չէ։ Սրտային անբավարարությունը դատավճիռ չէ, դա վիճակ է, որը բուժվում է, պահպանվում, վերահսկվում։ Մարդիկ ճիշտ մոտեցման դեպքում ապրում են դրանով տարիներ եւ տասնամյակներ, բայց, եւ սա կարևոր բայց է, պետք է ժամանակին այն հայտնաբերել։ Ժամանակին, ոչ թե 5 տարի անց, երբ ոտքերն ուռչում են մինչև ծնկները, իսկ գիշերները օդը չի հերիքում։ Ահա ձեզ մի պատմություն։ Ինձ մոտ կար մի պացիենտ, 64 տարեկան, նախկին ինժեներ, ամուր տղամարդ, ամբողջ կյանքն ամառանոցում, մարգեր, ջերմոցներ, շաբաթօրերը բաղնիք։ Ինձ մոտ եկավ ոչ ինքնակամ, կինը բերեց, ասում է. բժիշկ, ամուսնուս ոտքերն ուռչում են, եւ նա սկսել է խեղդվել, երբ բարձրանում է երկրորդ հարկ։ Առաջ վազելով էր բարձրանում, իսկ հիմա կանգ է առնում աստիճանների կեսին։ Ես նրան հարցնում եմ. վաղուց է դա նրա մոտ։ Դե մի կես տարի, գուցե 1 տարի։ Կինը միջամտում է. 2 տարի բժիշկ, 2 տարի է նա ինձ ասում է, որ դա շոքից է։ Ամռանը շոքից է, ձմռանը նեղ կոշիկներից, ես արդեն նրա բոլոր բացատրություններն անգիր եմ արել։ Մենք հետազոտություն արեցինք, էլեկտրասրտագրություն, ESG, սրտի ուլտրաձայնային հետազոտություն, էխոզգ, արյան անալիզներ։ Արդյունքը՝ սիրտն աշխատում է նորմայի մոտ 60%-ով, արտամղման ֆրակցիան 38%։ Եթե պարզ ասենք, սիրտն ամեն զարկի ժամանակ արտամղում է արյան այն ծավալի միայն 1/3-ը, որը պետք է արտամղի, մնացած արյունը կանգ է առնում։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Նա 2 տարի ապրել է դրանով եւ չի իմացել, որովհետեւ սիրտը այն համբերատար է, այն երկար ժամանակ փոխհատուցում է, աշխատում է մաշվելով, բայց դիմանում է։ Իսկ երբ դադարում է հաղթահարել, ախտանիշներն առաջանում են ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար։ Սկզբում պարզապես ոտքերը մի փոքր ավելի ծանր են երեկոյան, հետո այտուցներ, հետո հեվոց ծանրաբեռնվածության ժամանակ, հետո հեվոց հանգիստ վիճակում, հազ գիշերները, պարկած քնելու անհնարինություն։ Այս ամենն աճում է այնքան դանդաղ, որ մարդն ընտելանում է, հարմարվում է եւ չի նկատում, թե ինչպես է խեղդվում։ Բայց մենք նրան բռնացինք, սկսեցինք բուժումը։ 3 ամիս անց արտամղման ֆրակցիան բարձրացավ մինչև 45%, այտուցները գրեթե անհետացան, հեվոցը զգալիորեն նվազեց։ Նա կրկին բարձրանում է երկրորդ հարկ առանց կանգ առնելու, եւ նրա կինը դադարեց նրա համար վախենալ ամեն երեկո։ Ահա, ժամանակին բռնացրինք եւ շրջեցինք իրավիճակը։ Հիմա ինչպես տարբերել սրտային այտուցը երակայինից։ Սա շատ կարևոր է, որովհետեւ բուժումը միանգամայն տարբեր է։ Առաջին նշանը. սրտային այտուցը սովորաբար համաչափ է։ Երկու ոտքերն ուռչում են հավասարապես։ Եթե ձեր մի ոտքն ուռչում է զգալիորեն ավելի շատ, քան մյուսը, դա ավելի շուտ երակներն են կամ ինչ-որ տեղային խնդիր։ Սիրտն այտուց է տալիս երկու ոտքերի վրա միաժամանակ։ Երկրորդ նշանը. սրտային այտուցն աճում է աստիճանաբար, սկզբում միայն երեկոյան, միայն կոճերը, հետո սրունքները, հետո ազդրերը։
Ծանր դեպքերում կարող է ուռել որովայնը, ձեռքերը, դեմքը։ Երակային այտուցի դեպքում սովորաբար ամեն ինչ սահմանափակվում է ոտքերով։ Երրորդ նշանը։ Եվ ահա սա առանցքայինն է։ Սրտային այտուցը մենակ չի գալիս, այն ուղեկցվում է հեվոցով, հատկապես աստիճաններով բարձրանալիս կամ վերև քայլելիս, շուտ հոգնելով, օդի պակասի զգացումով, երբ պառկում եք։ Շատերը սկսում են երկրորդ բարձ դնել, որպեսզի ավելի բարձր քնեն։ Գիշերային արթնացումներ շնչահեղձության զգացումով, թեթև հազ, հատկապես հորիզոնական դիրքում։ Եթե ոտքերի այտուցները համակցվում են հեվոցի հետ, դա սիրտը հետազոտելու առիթ է։ Առանց տարբերակների, առանց դե, միգուցե դա պարզապես տարիքն է և միգուցե ես պարզապես մարզավիճակում չեմի։ Ոչ, գնացեք բժշկի, արեք էխոսրտագրություն, սրտի ուլտրաձայնային հետազոտություն։ Դա անցավ է, անվտանգ և 20 րոպեում ցույց կտա, թե ինչպես է աշխատում ձեր սիրտը։ Չորրորդ նշանը՝ քաշի ավելացում։ Տարօրինակ անբացատրելի քաշի ավելացում։ Մարդն ուտում է նույնքան, որքան նախկինում, իսկ քաշն աճում է։ Մեկ շաբաթում 1 կիլոգրամով, մեկ ամսում 2-ով։ Դա ճարպ չէ, դա ջուր է։ Օրգանիզմը հեղուկը պահում է, որովհետև սիրտը չի հասցնում։ Եթե նկատել եք, որ քաշը թռիչքաձև փոխվում է, առավոտյան մի բան է, երեկոյան մեկ այլ։ Տարբերությունը 1.5-ից 2 կիլոգրամ է, մտածեք այդ մասին, հատկապես եթե դա համակցվում է այտուցների հետ։ Իդեպ, խորհուրդ, եթե դուք ունեք այտուցներ և ուզում եք հետևել դրանց դինամիկային, կշռվեք ամեն առավոտ քաղցած փորին զուգարանից հետո և գրանցեք։ Սա ամենապարզ և շատ ինֆորմատիվ միջոցն է։ Եթե քաշը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 2 և ավելի կիլոգրամով առանց սննդակարգի փոփոխության, նշանակում է հեղուկ եք կուտակվում։ Ցույց տվեք այդ օրագիրը բժշկին, նա ձեզ շնորհակալություն կհայտնի, որովհետև դա իրոք արժեքավոր տեղեկատվություն է։ Եվս մեկ նրբերանգ, որն ուզում եմ վերլուծել։ Շատերը լսել են միզամուղ հաբերի մասին, և շատերը, ես դա պարբերաբար տեսնում եմ, սկսում են ինքնուրույն միզամուղ խմել։ Ընկերուհին խորհուրդ տվեց, ինտերնետում կարդաց, մայրիկը միշտ խմում էր։ Խնդրում եմ հիշեք, միզամուղները լուրջ դեղեր են, այլ ոչ թե վիտամիններ։ Դրանք դուրս են բերում ոչ միայն ջուրը, այլև կալիումը, նատրիումը, մագնեզիումը։ Առանց անալիզների վերահսկողության դուք կարող եք այնպես վնասել ձեր էլեկտրոլիտներին, որ կստանաք սրտի ռիթմի խանգարում։ Այսինքն, փորձելով օգնել ինքներդ, ձեզ այտուցների հարցում կստեղծեք իրական խնդիր սրտի համար։ Ճակատագրի հեգնանք, ճիշտ է։ Միզամուղը նշանակում է բժիշկը։ Բժիշկն է վերահսկում դեղաչափը։ Բժիշկն է հետևում անալիզներին։ Ոչ թե ընկերուհին, ոչ թե ինտերնետը, ոչ թե հարևանը, այլ բժիշկը։ Լավ։ Կոնկրետ գործողություններ այս բլոկի արդյունքներով։ Գործողություն առաջին։ Եթե ունեք ոտքերի այտուցներ, գումարած հեվոց, գումարած շուտ հոգնելու զգացում, գրանցվեք թերապևտի կամ սրտաբանի մոտ։ Ասեք. ունեմ ոտքերի այտուցներ և հեվոց ծանրաբեռնվածության ժամանակ, ուզում եմ ստուգել սիրտս։ Ձեզ կնշանակեն էլեկտրասրտագրություն, էխոսսրտագրություն և ամենայն հավանականությամբ արյան անալիզ մի ցուցանիշի համար, որը կոչվում է նատրիումուրետիկ պեպտիդ։ Սա նյութ է, որը բարձրանում է սրտային անբավարարության դեպքում։ Այն կարելի է որոշել երակից վերցված արյունով։ Ոչ մի բարդ բան չկա, բայց այն շատ ինֆորմատիվ է։ Գործողություն երկրորդ։ Սկսեք հետևել ձեր քաշին, կշեռք, առավոտ, ամեն օր, գրանցեք, տետր, բլոկնոտ, նշում հեռախոսում, կարևոր չէ, կարևոր է կանոնավորությունը։ Գործողություն երրորդ։ Ուշադրություն դարձրեք բարձին։ Եթե դուք սկսել եք երկրորդ բարձը դնել, որպեսզի գիշերը շնչելն ավելի հեշտ լինի, դա այնքան էլ հարմարությունից չէ։ Դա կարող է լինել սրտային անբավարարության ախտանիշ։ Ասեք այդ մասին բժշկին։ Երբ դիմել բժշկի անհապաղ։ Եթե այտուցներն աճում են արագ, մի քանի օրվա ընթացքում ոտքերը դարձել են զգալիորեն ավելի մեծ, եթե հեվոցն առաջանում է հանգիստ վիճակում։ Եթե դուք արթնանում եք գիշերը օդի պակասից և ձեզ պետք է նստել, որպեսզի շնչեք, դա անհետաձգելի իրավիճակ է։ Զանգահարեք շտապօգնություն։ Իսկ հիմա եկեք մի փոքր շունչ քաշենք։ Մենք անցանք 2 լուրջ բլոկ՝ երակները և սիրտը։ Առջևում դեռ շատ հետաքրքիր բաներ կան։ Եթե դուք դիտել եք մինչև այս պահը, դուք կեցցեք։ Լուրջ եմ ասում։ Մարդկանց մեծամասնությունը ալարում է խորանալ իր առողջության մեջ, իսկ դուք խորանում եք։ Եվ սա արդեն առաջին քայլն է։ Երրորդ կասկածյալը՝ երիկամները։ Եվ այստեղ սկսվում է ամենաանսպասելին, որովհետև երիկամային այտուցները նենգ են, նրանք հաճախ քողարկվում են։ Եկեք կրկին օգտագործենք մեր անալոգիան քաղաքի հետ։ Երիկամները մաքրման կայաններ են, դրանք ֆիլտրում են արյունը, վերցնում են դրանից ավելորդ ջուրը, տոքսինները, թափոնները և հանում են այդ ամենը մեզի հետ։ Մեկ օրվա ընթացքում ձեր երիկամները ֆիլտրում են մոտավորապես 180 լիտր արյուն։ 180։ Դա նման է 3 լիքը լոգարանի։
Եվ այդ 180 լիտրից նրանք ձևավորում են 1.5-ից 2 լիտր մեզ։ Մնացածը վերադարձնում են հետ արյան մեջ։ Վիթխարի աշխատանք է, բայց եթե մաքրման կայանները սկսում են խափանվել, դրանք ավելի վատ են հեռացնում ջուրը եւ աղերը, հեղուկը պահվում է օրգանիզմում եւ սկսվում են այտուցներ։ Ահա թե որն է գլխավոր տարբերությունը։ Երիկամային այտուցները սկսվում են ոչ թե ոտքերից, այլ դեմքից, կոպերից։ Առավոտյան արտանում եք եւ հայելու մեջ տեսնում եք պարկեր աչքերի տակ։ Դեմքը կարծես ուռած է, ուռչած։ Երեկոյան, այո, կարող են ուռել նաև ոտքերը, բայց դեմքիմքի առավոտյան այտուցվածությունը երիկամների այցեքարտն է։ Ինչու հենց դեմքը։ Որովհետև աչքերի շուրջ մաշկը ամենափխրուն ու բարակն է ամբողջ մարմնում։ Հեղուկն այնտեղ կուտակվում է առաջին հերթին, դա ինչպես նույն այդ քաղաքում։ Եթե կոյուղին չի հասցնում, առաջինը հեղեղվում են ցածրավայրերը եւ փխրուն հողերը, իսկ աչքերի շուրջը հենց այդպիսի փխրուն հող է։ Երիկամային այտուցների եւս մեկ բնորոշ նշան։ Դրանք փափուկ են եւ տեղաշարժվող։ Եթե դուք սեղմեք երիկամային այտուցը, փոսիկ կլինի, բայց այն կարծես թե լողում է։ Եթե դուք փոխեք մարմնի դիրքը, ասենք պարկեք կողքի վրա, այտուցը կարող է հոսել այն կողմը, որի վրա պարկած եք։ Սրտային եւ երակային այտուցներն այդպես չեն անում։ Դրանք ավելի պինդ են եւ կապված են կոնկրետ տեղի հետ։ Ինչ խնդիրներ երիկամների հետ կարող են այտուցներ տալ։ Երիկամների քրոնիկական հիվանդությունը, երբ երիկամներն աստիճանաբար տարիներով կորցնում են իրենց գործառույթը, դա կարող է լինել շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, քրոնիկական բորբոքումների հետևանք։ Նենգություն այն է, որ երիկամները, ինչպես եւ սիրտը, երկար ժամանակ փոխհատուցում են։ Դուք կարող եք կորցնել երիկամների ֆունկցիայի 50%-ը եւ ոչինչ չզգալ։ Ոչինչ։ Ոչ մի ցավ, ոչ մի դիսկոմֆորտ, պարզապես մի օր սկսում եք նկատել այտուցներ։ Իսկ այդ ժամանակ երիկամներն արդեն վաղուց աշխատում են իրենց հնարավորությունների սահմանագծին։ Ահա թե ինչու է այդքան կարևոր պարբերաբար հանձնել մեզի ամենապարզ անալիզը եւ արյան անալիզը կրեատինինի համար։ Սրանք շատ էժան կոպեկներ արժեցող հետազոտություններ են, որոնք արվում են ցանկացած պոլիկլինիկայում, բայց դրանք կարող են ցույց տալ երիկամների խնդիրը շատ ավելի վաղ, քան կառաջանան այտուցները։ Պատմեմ մի դեպք։ Կին 62 տարեկան թոշակառու նախկին հաշվապահ եկավ գանգատով։ Բժիշկ, առավոտյան աչքերս ուռչում են, մինչև ճաշ անցնում է, իսկ վերջին մեկ ամսում ոտքերս էլ են սկսել ուռել։ Ճնշումը վաղուց 150-95-ի վրա է։ Դեղեր ընդունում է, բայց ոչ կանոնավոր։ Երբ հիշում եմ, խմում եմ, երբ մոռանում եմ, դե սարսափելի ոչինչ։ Մենք արեցինք անալիզներ։ Կրեատինինը բարձր է, կծիկային ֆիլտրացիայի արագությունը 42 է։ Դա նշանակում է, որ երիկամներն աշխատում են նորմայի կեսից էլ պակաս չափով։ Մեզի մեջ սպիտակուց կա։ Մեզի մեջ սպիտակուցը նույնն է, որ ձեր ջրի ֆիլտրից դուրս գան այն մասնիկները, որոնք նա պետք է պահեր։ Ֆիլտրը ծակ է։ Ինչու այդպես ստացվեց։ Որովհետև հիպերտոնիան, որի դեղը նա երբ հիշում էր, խմում էր, տարիներով քայքայել էր երիկամների մանր անոթները, դանդաղ, անաղմուկ, առանց ցավի։ Երիկամները համբերում էին, եւ ահա համբերությունը հատեց։ Մենք ճշգրտեցինք ճնշման բուժումը։ Այժմ նա խմում է ամեն օր առանց բաց թողնելու։ Ավելացրինք պրեպարատներ երիկամների պաշտպանության համար, սահմանափակեցինք աղը։ 3 ամիս անց մեզի մեջ սպիտակուցը նվազեց, այտուցները զգալիորեն փոքրացան, բայց կորցրած երիկամների գործառույթն արդեն չես վերադարձնի։ Կարելի է միայն պահպանել այն, ինչ մնացել է։ Բարոյախոսություն։ Վերահսկեք ճնշումը։ Ընդունեք դեղերն ամեն օր, ոչ թե երբ հիշեք, այլ ամեն օր։ Դա բժշկի քմահաճույքը չէ, դա ձեր երիկամների, ձեր անոթների, ձեր սրտի պաշտպանությունն է։ Հիմա ուշադրություն։ Անցնում ենք պատճառներին, որոնց մասին քչերն են մտածում։ Վահանաձև գեղձ։ Թիթեռի տեսքով փոքրիկ օրգան, որն ապրում է պարանոցի վրա, կշռում է մոտ 20 գրամ, բայց կառավարում է ըստ էության օրգանիզմում նյութափոխանակության ողջ process-ը։ Եթե վահանաձև գեղձն աշխատում է թույլ, վիճակը կոչվում է հիպոթիրեոզ։ Օրգանիզմում ամեն ինչ դանդաղում է, նյութափոխանակությունն ընկնում է, հեղուկը պահվում է եւ առաջանում են այտուցներ, բայց ոչ այնքան սովորական։ Վահանաձև գեղձի այտուցները յուրահատուկ են, դրանք պինդ են։ Եթե սեղմեք, փոսիկ չի մնում, մաշկը կարծես ուռած լինի, փքված է, բայց չի ճզմվում։ Սա այսպես կոչված լորձային այտուցն է, միքսեդեմա, եթե գիտական լեզվով ասենք։ Բայց մեզ գիտական բառեր պետք չեն, մեզ հասկանալն է պետք։ Եվ եւս մեկ բան, հիպոթիրեոզի ժամանակ ուռչում է ոչ միայն մարմինը, ուռչում է նաև դեմքը, այն դառնում է կարծես փքված, կոպտանում է, ուռչում են ձեռքերը, մատանիները չեն հագնվում, ձայնը կարող է դառնալ ավելի ցածր եւ խրպոտ, որովհետեւ ուռչում են նաև ձայնալարերը։
Եվ ընդհանուր վիճակը մշտական հոգնածություն, քնկոտություն, մրսկանություն, փորկապություն, մազաթափություն։ Եթե այտուցներին ավելանում է այս ամբողջ փաթեթը, ստուգեք վահանաձև գեղձը, արյան անալիզ թիրեոտրոպ հորմոնի համար։ Այն սովորաբար նշվում է անգլերեն տառերով TSH, բայց լաբորատորիայում ձեզ կհասկանան, եթե ասեք վահանաձև գեղձի հորմոններ։ Պարզ անալիզ է, երակից վերցված արյուն, արդյունքը հաջորդ օրը։ Եվս մեկ պատճառ, որի մասին ես պարտավոր եմ պատմել, դեղերը։ Այո, հենց այն հաբերը, որոնք ձեզ նշանակել է բժիշկը, կարող են այտուցներ առաջացնել որպես կողմնակի ազդեցություն։ Այսպիսի դեղերն են ամենահաճախ մեղավորները՝ ճնշման դեղերը կալցիումի անտագոնիստների խմբից։ Եթե դուք ընդունում եք ճնշման հաբեր եւ նկատել եք այտուցներ, մի թողեք դեղերը, բայց ասեք այդ մասին բժշկին։ Հնարավոր է պետք է փոխել դեղամիջոցը կամ ճշգրտել դեղաչափը, բայց երբեք, լսում եք, երբեք մի ընդհատեք ճնշման դեղերն ինքնակամ։ Դա կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց այտուցները։ Հորմոնալ դեղամիջոցները, դրանցից որոշները հեղուկ են պահում, ցավազրկողները ոչ ստերոիդային հակաբորբոքայինների խմբից, այն դեղերը, որոնք շատերը խմում են հոդերի կամ մեջքի ցավի դեպքում։ Եթե դրանք պարբերաբար խմել, իսկ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր տարիներով ապրում են այդ դեղահաբերով, դրանք ազդում են երիկամների վրա եւ հեղուկ են պահում։ Շաքարային դիաբետի որոշ դեղեր, հակադեպրեսանտներ, դրանցից որոշները նույնպես կարող են այտուցներ տալ։ Ես չեմ թվարկում կոնկրետ անվանումներ, որովհետև նպատակն այն չէ, որ դուք ինքներդ ախտորոշում դնեք, այլ որպեսզի դուք իմանաք։ Եթե դուք ընդունում եք ինչ-որ դեղեր եւ նկատել եք այտուցներ, ասեք այդ մասին բժշկին։ Ցույց տվեք նրան այն ամենի ցանկը, ինչ դուք ընդունում եք։ Հաճախ մեկ պրեպարատի փոխարինումը մյուսով լուծում է խնդիրը։ Եվ վերջինն այս բլոկում, ինչին ընդհանրապես ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ապրելակերպը։ Պարզ կենցաղային բաներ, որոնք այտուցներ են առաջացնում առանց որևէ հիվանդությունների։ Նստել խաչված ոտքերով։ Ոտքը ոտքին գցելը այն է, երբ դուք սեղմում եք մի ոտքի երակները։ Եթե այսպես նստեք ժամերով, երեկոյան այդ ոտքն ավելի շատ կուռչի։ Շոկ եղանակ։ Ամռանը ոտքերի այտուցները զանգվածային երևույթ են։ Շոքին անոթները լայնանում են, արյան հոսքը ոտքերում դանդաղում է, հեղուկը կուտակվում է։ Դա ֆիզիոլոգիա է, բայց եթե այտուցները շոքին են, դա մեկ բան է, իսկ եթե ամբողջ տարին են, դա այլ բան է։ Երկարատև թռիչք կամ ուղևորություն մեքենայով։ Նստում եք ժամերով, ոտքերը ծալված են, մկանային պոմպը չի աշխատում։ Ճանապարհի վերջում ոտքերն ուռչում են։ Սա ծանոթ է բոլորին, ովքեր թռել են 4-ից 5 ժամից ավելի։ Աղի ավելցուկ սննդի մեջ։ Աղը ջուր է պահում։ Սա գիտեն բոլորը, բայց քչերն են վերահսկում։ Իսկ չէ, որ հիմնական աղը աղամանիչ չէ։ Այն եշիկից է, հացից է, պահածոներից է, պատրաստի սոուսներից։ Մարդը կարող է ընդհանրապես սննդի մեջ աղ չգցել եւ միևնույն ժամանակ ուտել 12-ից 15 գրամ աղ օրական, 5-ից 6 գրամ նորմայի փոխարեն, պարզապես վերամշակված մթերքների հաշվին։ Փորձեք այսպիսի փորձարկում անել։ 3 օր շարունակ, մի կերեք ոչինչ տուփերից եւ բանկաներից, միայն այն, ինչ պատրաստել եք ինքներդ, պարզ մթերքներից, եւ նայեք ձեր այտուցներին։ Շատերը զարմանում են, թե որքան է դա փոխում պատկերը։ Գործողություն այս բլոկի արդյունքներով։ Առաջին, եթե այտուցները սկսվում են դեմքից առավոտյան, հանձնեք մեզի անալիզ եւ արյան անալիզ կրեատինինի համար։ Սա երիկամների բազային ստուգումն է։ Երկրորդ, հանձնեք արյուն վահանաձև գեղձի հորմոնների համար, հատկապես եթե դուք զգում եք մշտական հոգնածություն, յուն եւ մրսկանություն։ Երրորդ, կազմեք բոլոր այն դեղերի եւ հավելումների ցանկը, որոնք դուք ընդունում եք։ Հենց հիմա վերցրեք թուղթ, գրեք ամեն ինչ եւ բժշկի մոտ հաջորդ այցելության ժամանակ ցույց տվեք այս ցուցակը։ Չորրորդ, 3 օր առանց երշիկի, պահածոների, խանութի սոուսների եւ կիսաֆաբրիկատների։ Տեսեք, թե ինչ կփոխվի։ Երբ դիմել բժշկի։ Եթե այտուցներն առաջանում են առավոտյան դեմքի վրա եւ չեն անցնում օրվա ընթացքում, եթե մեզը սկսել է փրփրել, դա կարող է լինել մեզի մեջ սպիտակուցի նշան, եթե կտրուկ նվազել է մեզի քանակը, եթե այտուցներն աճում են արագ եւ համակցվում են գլխացավի ու բարձր ճնշման հետ, այսպիսով մենք անցանք բոլոր հիմնական պատճառները՝ երակներ, սիրտ, երիկամներ, վահանաձև գեղձ, դեղեր, ապրելակերպ։ Հիմա եկեք այս ամենը հավաքենք մի համակարգում, որովհետև տեղեկատվությունը շատ է, եւ ես ուզում եմ, որ դուք հեռանաք այս տեսանյութից ոչ թե խառնաշփոթով գլխներումդ, այլ հստակ պլանով։ Եկեք սկսենք տնային ախտորոշումից։ Ինչ կարող եք գնահատել ինքներդ առանց բժշկի արդեն այսօր։ Քայլ առաջին։ Որոշեք այտուցների բնույթը։ Տվեք ինքներդ ձեզ 5 հարց։ Կարող եք վերցնել թուղթ եւ գրել պատասխանները, դա հետո պետք կգա բժշկին։ Հարց 1.
Երբ են առաջանում այտուցները՝ առավոտյան, երեկոյան, մշտապես։ Հարց 2. Որտեղ է հատկապես ուռչում, միայն ոտքերը, թե նաև դեմքը, ձեռքերն էլ։ Հարց 3. Այտուցը նույնն է երկու ոտքերի վրա, թե մի ոտքն ավելի շատ է ուռչում։ Հարց 4. Այտուցը փափուկ է, թե պինդ, արդյոք մնում է փոսիկ սեղմելիս։ Հարց 5. Ինչն է ձեզ էլ անհանգստացնում բացի այտուցներից։ Հևոց, հոգնածություն, հաճախակի միզարձակում կամ ընդհակառակը, հազվադեպ, մրսկանություն։ Ահա ձեզ մի պարզ հուշաթերթիկ պատասխանների վերաբերյալ։ Եթե այտուցները երեկոյան ոտքերի վրա են և անցնում են գիշերվա ընթացքում, կա ծանրություն ոտքերում, առաջին կասկածյալը երակներն են։ Գնացեք ֆլեբոլոգի կամ վիրաբույժի մոտ երակների ուրի ուլտրաձայնային հետազոտության, ՈՒՑ։ Եթե այտուցները երկու ոտքերի վրա աճում են, գումարած հևոց, գումարած շուտ հոգնածություն, կասկածյալը սիրտն է։ Գնացեք թերապևտի կամ սրտաբանի մոտ էխոսրտագրության։ Եթե այտուցներն առավոտյան են դեմքի և ոտքերի վրա, իսկ ավելի ուշ մեզը փրփրում է, կասկածյալը երիկամներն են։ Գնացեք թերապևտի կամ նեֆրոլոգի մոտ, մեզի անալիզ, կրեատինին, երիկամների ուչ։ Եթե այտուցները պինդ են, չեն ճզմվում, գումարած հոգնածություն, մրսկանություն, փորկապություն, մազաթափություն, կասկածյալը վահանաձև գեղձն է։ Հանձնեք վահանաձև գեղձի հորմոնները։ Եթե այտուցներն առաջացել են նոր դեղամիջոց սկսելուց հետո, կասկածյալը դեղն է։ Դիմեք այն նշանակած բժշկին։ Մի ընդհատեք ինքնուրույն։ Իհարկե, կյանքում ամեն ինչ ավելի բարդ է լինում, կարող են լինել մի քանի պատճառ միաժամանակ, կարող են լինել և սիրտը, և երակները, և երիկամները, և դեղերը։ Ուստի հիշեք գլխավոր կանոնը. եթե այտուցները պարբերաբար կրկնվում են, գնացեք բժշկի, ոչ թե ընկերուհու մոտ, ոչ թե ինտերնետ, այլ բժշկի մոտ, նա կպարզի։ Քայլ 2. Հետազոտությունների նվազագույն հավաքածու։ Ահա թե ինչ եմ ես խորհուրդ տալիս անցնել 50-ից բարձր յուրաքանչյուր մարդու, ում ոտքերը պարբերաբար ուռչում են։ Սա բազային հավաքածու է, և այն կարելի է անել պոլիկլինիկայում 1-ից 2 այցելության ընթացքում։ Արյան ընդհանուր քննությունը ցույց կտա, արդյոք չկա բորբոքում կամ անեմիա։ Մեզի ընդհանուր քննությունը ցույց կտա, արդյոք նորմալ են աշխատում երիկամները։ Արյան կենսաքիմիական քննություն, կրեատինին, միզանյութ, ընդհանուր սպիտակուց, ալբումին, կալիում, նատրիում, գլյուկոզա։ Սա ձեր նյութափոխանակության անձնագիրն է։ Վահանաձև գեղձի հորմոններ, թիրեոտրոպ հորմոն, էլեկտրասրտագրություն, ստորին վերջույթների երակների ուլտրաձայնային դուպլեքս սկանավորում։ Արդյունքների հիման վրա բժիշկը կորոշի, արդյոք պետք է անել ևս մի բան՝ էխոսրտագրություն, երիկամների ուչ, լրացուցիչ անալիզներ։ Գիտեմ, որ շատերի համար սա հնչում է որպես մի ամբողջ ծրագիր, բայց իրականում դրանք բազային բաներ են։ Ամեն ինչ արվում է 1-ից 2 օրում։ Տիեզերական գումարներ չարժե, իսկ տեղեկատվություն տալիս է հսկայական քանակով։ Դուք կիմանաք ձեր մասին ավելին, քան գիտեք հիմա, և այս գիտելիքը ձեր հաղթաթուղթն է։ Քայլ 3. Ինչ անել տանը, մինչ դուք սպասում եք արդյունքներին կամ պարզապես կանխարգելման համար։ Ահա կոնկրետ գործողություններ, որոնք օգնում են ցանկացած բնույթի այտուցների դեպքում։ Շարժում։ Քայլք, օրական 30 րոպե, ոչ վազք, ոչ մարզասրահ, պարզապես քայլք։ Հանգիստ քայլքով կարելի է քայլելու ձողերով, կարելի է առանց դրանց։ Այգում, բակում, բնակարանում, եթե դրսում վատ եղանակ է։ 30 րոպեն դա 2 պտույտ է սովորական թաղամասի շուրջ, կամ 3 անգամ 10 րոպե, եթե մեկ անգամից ծանր է։ Ինչու է քայլելն այդքան կարևոր։ Որովհետև քայլելիս աշխատում է սրունքի մկանային պոմպը, նույն այն մկանները, որոնք մղում են արյունը երակներով վերև։ Երբ դուք նստած եք, պոմպը կանգնած է, երբ քայլում եք, պոմպն աշխատում է։ Ահա և ողջ ֆիզիկան։ Ես երբեմն ասում եմ իմ պացիենտներին, ոտքերի այտուցների դեմ լավագույն դեղամիջոցն արժե 0 դրամ և վաճառվում է առանց դեղատոմսի, կոչվում է զբոսանք։ Ոտքերը բարձրացնել։ Ես արդեն սա ասել եմ, բայց կկրկնեմ, որովհետև սա աշխատում է։ Ամեն երեկո 15-ից 20 րոպե ոտքերը բարձրության վրա, որպեսզի ոտնաթաթերը սրտի մակարդակից բարձր լինեն։ Պառկեք բազմոցին, իսկ ոտքերը գցեք թևատեղի վրա կամ պատին, կամ դրեք 2-3 պարծի վրա։ Սա մաքուր ֆիզիկա է։ Հեղուկը հոսում է ներքև դեպի մարմինը, և այտուցը նվազում է։ Իմ պացիենտներից ոմանք դա անում են քնելուց առաջ և ասում են, որ սկսել են ավելի լավ քնել։ Ոտքերը թեթև են, չկա թմրացության զգացում։ Աղի սահմանափակում օրական 5-ից 6 գրամ, սա մոտավորապես 1 թեյի գդալ է առանց գագաթի, բայց ոչ այն աղը, որը դուք ավելացնում եք ափսեի մեջ, այլ ամբողջ աղը 1 օրվա համար, ներառյալ այն, ինչն արդեն պարունակվում է մթերքներում։ Գործնական խորհուրդ. կարդացեք պիտակները,
Լուրջ, վերցրեք այն բանի տուփը, ինչը դուք սովորաբար ուտում եք, եւ նայեք, թե որքան նատրիում կա 100 գրամում։ Եթե 600 միլիգրամից շատ է, դա արդեն շատ է։ Երշիկ, նրբերշիկ, ապխտած մթերքներ, աղի ձուկ, չիփսեր, պատրաստի ապուժներ դուփերով, պահածոներ։ Այնտեղ աղն ավելին է, քան դուք կարծում եք։ Ես չեմ ասում հրաժարվեք ամեն ինչից։ Ես ասում եմ, գիտակցեք, թե որքան աղ եք դուք ուտում։ Շատերը չեն գիտակցում եւ երբ սկսում են հաշվել, զարմանում են։ Ջուր։ Բժիշկ Միքայելյան, ինձ բժիշկն ասաց շատ ջուր խմել, բայց իմ մոտ այտուցներ են։ Ինչպես կարող եմ ես ջուր խմել, եթե այն առանց այտ էլ պահվում է։ Այս հարցը ես լսում եմ ամեն շաբաթ։ Պատասխան՝ խմել պետք է։ Երբ դուք քիչ եք խմում, օրգանիզմը մտածում է, որ ջուրը չի հերիքում եւ սկսում է այն պաշարել, պահում է։ Պարադոքս։ Ավելորդ ջուրը դուրս բերելու համար պետք է բավարար քանակությամբ ջուր խմել։ Որքան։ Անհատական է, բայց ուղենիշը մոտավորապես 30 միլիլիտր է 1 կիլոգրամ քաշի համար 1 օրում։ Եթե դուք կշռում եք 70 կիլոգրամ, դա մոտավորապես 2 լիտր է։ Ներառյալ ջուրը ապուրից, թեյից, բանջարեղենից, մաքուր ջուրը մոտավորապես 1-ից 1.5 լիտր։ Խմեք հավասարաչափ օրվա ընթացքում, ոչ թե 1 լիտր միանգամից, բայց եթե դուք ունեք սրտային անբավարարություն, հեղուկի ծավալը որոշում է բժիշկը, որովհետև հիվանդ սրտի դեպքում հեղուկի ավելցուկը կարող է վտանգավոր լինել։ Այստեղ ոչ թե ինքնագործունեություն է պես, այլ նշանակում։ Կոմպրեսիոն տրիկոտաժ, ճնշող գուլպաներ։ Եթե ձեր խնդիրը երակներն են, բժիշկը կարող է խորհուրդ տալ կոմպրեսիոն զուգագուլպաներ կամ գուլպաներ։ Դրանք տատիկների գուլպաներ չեն։ Ժամանակակից կոմպրեսիոն տրիկոտաժը նման է սովորական զուգագուլպաների կամ գուլպաների, բայց այն ստեղծում է աստիճանավորված ճնշում ոտքի վրա։ Ներքևում ավելի ուժեղ, վերևում ավելի թույլ եւ օգնում է երակներին արյունը մղել վերև։ Կարևոր է, որ կոմպրեսիոն տրիկոտաժն ընտրվում է ըստ չափսի եւ կոմպրեսիայի դասի։ Մի գնեք պատահականորեն դեղատնից, թող բժիշկը կամ հատուկ ուսուցված դեղագետն ընտրի։ Սխալ ընտրված տրիկոտաժը կարող է վնասել։ Վարժություններ ոտնաթաթերի համար։ Պարզ շարժումներ, որոնք կարելի է անել նույնիսկ աթոռին նստած։ Առաջինը պոմպ։ Քաշեք ոտնաթաթը դեպի ձեզ, հետո ձեզանից հեռու, վերև, ներքև, 20 անգամ։ Սա միացնում է սրունքի մկանային պոմպը նույնիսկ նստած դիրքում։ Երկրորդ։ Պտտեք ոտնաթաթերը շրջանաձև։ Մի կողմի վրա 10 անգամ, մյուս կողմի վրա 10։ Երրորդ. Սեղմեք ոտքի մատները, կարծես փորձում եք հատակից մատիտ վերցնել եւ բացեք 10 անգամ։ Արեք այս վարժությունները յուրաքանչյուր 2 ժամը 1, եթե դուք երկար նստած եք։ Սա խլում է 1 րոպե, բայց ազդեցությունը նկատելի է։ Կոնտրաստային ցնցուղ ոտքերի համար։ Առավոտյան սովորական ցնցուղից հետո ոտքերի վրա հերթափոխով գոլ եւ հով ջուր լցրեք։ Ոչ թե եռման ջուր եւ սառցե, այլ գոլ եւ հով, 30-ական վայրկյան յուրաքանչյուրը։ 3-ից 4 հերթափոխ։ Ավարտեք հով ջրով։ Սա մարզում է անոթները, լավացնում է երակների տոնուսը։ Միայն թե զգույշ եղեք։ Եթե դուք ունեք շաքարային դիաբետ ոտքերի զգայունության խանգարումով, կոնտրաստային ցնցուղն ավելի լավ է քննարկել բժշկի հետ, որովհետև դուք կարող եք չզգալ չափազանց տաք ջուրը եւ այրվել։